Ուզում եմ անդրադառնանք այս անձնագրային փոփոխություններին, շատ խոսվեց, բայց կարծում եմ դեռ խոսելու էլի տեղ կա, ինչի որոշվեց այս համակարգին անցնել, այս համակարգի առավելություններն եմ ուզում նշել։ Այս համակարգին անցնելու անհրաժեշտությունը կար, միջազգային հանրությունը վաղուց սկսել է աշխատանքները ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված եւ օրվա հրամայականներ, որպիսի երկրների կողմից քաղաքացիներին տրվեն այնպիսի փաստաթղթեր, որոնցով ավելի հեշտ լինի նույնականացնել քաղաքացուն փաստաթղթի հետ եւ գրեթե անհնարին դարձնել փաստաթղթերի կեղծումը։ Դեռևս 2001 թվականին միջազգային ազգերի կազմակերպության անվտանգության խորհուրդը ընդունեց 1373 բանաձևը, որով առաջարկում էր երկրներին բարձրացնեն իրենց կողմից տրվող փաստաթղթերի ապահովության աստիճանը եւ այնպիսի փաստաթղթեր տրամադրեն քաղաքացիներին, որ անհնարին դառնար այն կեղծել։ Այսինքն օրվա հրամայականներ տալ ապահով վստահելի փաստաթղթեր։ ՄԱԿ-ի կողմից գրանցված 193 պետություններից արդեն իսկ 93-ը ԻԿԱՕ-ի տվյալներով անցել են կենսաչափական տվյալներով փաստաթղթերի։ Հունվարի 1-ից օրենքը ուժի մեջ կմտնի, բայց մինչ այդ գիտեմ կամավորության սկզբունքով նոր համակարգին մողներ են եղել։ Ինչ որ թերացումներ նկատել եք, որոնք պիտի շտկվեն, ինչպիսին են թերացումները։ Կենսաչափական տվյալներով անձնագրերը տրամադրելը սկսել են 2012 թվականի հունիսի 1-ից։ Կարելի ասել, որ որևէ չլուծվող կամ խնդիր չի եղել կենսաչափական տվյալներով փաստաթղթերը, որ տրամադրել են, տեխնիկական եթե ինչ-որ հարցեր եղել են, տեղում շտկվել, այսինքն որևէ խնդիր չկա։ Շատ էին դիմողները մինչ անցած շաբաթ 91,000-ից ավել քաղաքացի ձեռք է բերել նույնականացման քարտ եւ 5,000-ից ավել էլ քաղաքացի կենսաչափական անձնագրեր։ Նոր համակարգին անցման առումով խնդիր կա ընտրական համակարգերի հետ կապված։ Կկարողանանք մենք արդյոք հաջորդ համապետական ընտրություններին ապահովել կարդացող սարքեր, որոնք կճանաչեն այս նոր։ Ինձ թվում է որևէ խնդիր չկա ընտրատեղամասերին կարդացող սարքերով ապահովելու հարցում, ուղղակի անհրաժեշտություն կա ընտրական օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություններ, որով քաղաքացիներին հնարավորություն ընձեռնի ընտրություններին մասնակցել նույնականացման քարտերով։ Մեծ գումար է 25000 դրամ ելքի համար եք տալիս, 3000 դրամ նոր անձնագրի համար։ Համառոտ ներկայացրեք, ինչի վրա է գումարը ծախսում, արդյոք սա լավագույն տարբերակն է, որ մենք ընտրել ենք եղած տարբերակներից։ Ասեմ, որ սա լավագույն տարբերակներ, դա մեկ, երկրորդը, երբ որ մենք անցանք պարտադիր կենսաչափական փաստաթղթերի, Թուրքի մասին օրենքում նախատեսվեց փոփոխություն, քանի որ պարտադիր ստանալը դա նույնականացման քարտն է, նախատեսվեց փոփոխություն, համաձայն որի աղքատության նպաստ ստացող ընտանիքի անդամները եւ 16 տարին լրանալուց հետո առաջի անգամ նույնականացման քարտ ստացող քաղաքացիները, որոնք Հայաստանի քաղաքացու անձնագիր չեն ստացել, ազատվում են պետական Թուրքից։ Բացի այդ, դուք գիտեք, որ նախկին նմուշի անձնագիրը տրվում էր 10 տարով, քաղաքացին 1000 դրամ պետական Թուրք էր վճարում անձնագրի բլանկի համար, 10 տարի վավերացնելու համար եւս 10000 դրամ, նաեւ լուսանկարի գումար։ Այսինքն անձնագիրը նախկին նմուշի նույնպես քաղաքացու դրա դիմաց վճարում էր 12000 դրամ մոտավորապես։ Բացի այդ, եթե քաղաքացին արտերկում էր գտնվում եւ ցանկանում էր անձնագրի վավերականության ժամկետը երկարացնել, հիշում եք, այն ժամանակ անձնագրերը վավերականության նշումը կատարում են մաքսիմում 5 տարի ժամանակով։ Նա ստիպված է լինում մեծ ճանապարհ կտրել, որպեսզի հասնի այդ երկրում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն կամ հյուպատոսություն, բավականին ժամանակ այնտեղ մնա, դիմի, համապատասխան ստուգումներից հետո բավականին մեծ պետական Թուրք էլ վճարի, որպեսզի այդ նշումը կատարեն։ Իսկ այս փաստաթղթերում նման խնդիր չկա, փաստաթուղթը հունվարի 1-ից տրվում է 10 տարի ժամկետով եւ 10 տարի կարող է օգտագործել արտասահման մեկնելու համար եւ նման հասկացողություն այլևս չկա։ Հետևաբար, եթե համեմատելու լինենք, նույնիսկ նյութական տեսակետից ավելի լավ է քաղաքացիների համար կենսաչափական անձնագիրը։ Բացի այդ, նախկին նմուշի անձնագրերը 30 էջից են բաղկացած, կենսաչափական անձնագրերը արդեն ունեն 40 էջ։ Մենք սոցքարտերից հրաժարվել ենք, կարծես թե այդ գործառույթը արդեն իրենք սպառել են իրենց գործառույթը։ Նույնականացման քարտում համապատասխան տեղ կա, որտեղ հանրային ծառայության համարանիշը նշվում է, այսինքն քաղաքացին երբ որ ունի նույնականացման քարտ, այլ տեղեկանք հանրային ծառայության համարանիշի վերաբերյալ կամ սոցքարտ ունենալու խնդիր չունի։
քանի որ հանրային ծառայության համարանիշը արդեն իսկ կա նույնականացման քարտում։ Սակայն օրենքը նաև նախատեսում է այն քաղաքացիները, որոնք չեն ցանկանա, որպեսզի իրենց նույնականացման քարտում լինի հանրային ծառայության համարանիշը, կարող են դիմում գրել այդ համարանիշից հրաժարվելու մասին եւ նրանց կտրվի նույնականացման քարտ առանց այդ համարանիշը քարտում ամրագրելու։ Այն քաղաքացիները, որոնց անձնագրի ժամկետը լրանա, բայց չանցնեն նոր անձնագրի, ինչ որ տուգանքներ հասնում են իրենց ու ինչքան ժամանակ։ Ողջ վավերականության ժամանակահատվածում քաղաքացու անձնագրերը վավեր են եւ որևէ խնդիր չունի։ Օրինակ այսօր էլ քաղաքացիներ կան, որ նախկին նմուշի անձնագրեր են ստացել, հետեւապես նրանք մինչև 2023 թվականի դեկտեմբերի 27-ը նույնականացման քարտ կամ կենսաչափական անձնագիր ստանալու պարտավորություն չունեն, եթե իրենք չեն ցանկանա։ Ոսենայ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունից հրաժարվելու խնդրին անդրադառնայինք։ Մեզ տվյալներ կներկայացնեք, եթե հնարավոր է, հետաքրքիր է ինչու են հրաժարվում քաղաքացիությունից։ Անհամեմատ մեծ է քաղաքացիություն ձեռք բերելու համար եւ քաղաքացիություն ձեռք բերած քաղաքացիների թիվը, այն քաղաքացիներ, որոնք ցանկանում են դադարեցնել հայաստանյան քաղաքացիությունը, հայաստանյան քաղաքացիությունը դադարեցնելու հիմնական եւ միակ պատճառը այն է, որ կան երկրներ, որոնք երկքաղաքացիական սկզբունքը չեն ընդունում եւ երբ առաջարկում են Հայաստանի քաղաքացիություն ստանալ իրենց երկրի քաղաքացիությունը, նրանք պահանջ են ներկայացնում, որպեսզի Հայաստանի քաղաքացին դադարեցնի քաղաքացիությունը եւ ներկայացնի համապատասխան փաստաթուղթ։ Թվային տվյալները 2013 թվականին Հայաստանի քաղաքացիություն շնորհվել է 20351 քաղաքացու, իսկ Հայաստանի քաղաքացիությունը դադարեցվել է 960 հայաստանյան քաղաքացու։ Երբ քաղաքացիության ինստիտուտին եմ ուզում անդրադառնանք, այդ համակարգի ներդրումը ինչ տվեց, ինչով էր կարևոր։ 97 թվականից մինչև 2008 թվականը Հայաստանի հանրություն քաղաքացիություն ձեռք էր բերել 735 քաղաքացի։ Այն ժամանակ, երբ որ երկքաղաքացիական դրույթը չէր գործում, այսինքն հայաստանյան քաղաքացին չէր կարող լինել այլ երկրի քաղաքացի, խնդիրներ էին առաջանում, որովհետև նա պարտավորված էր լինում դուրս գալ այն երկրի քաղաքացիությունից, որը շատ ժամանակ դժվար էր լինում կամ հնարավոր չէր կամ իրենք չէին ցանկանում։ Իսկ երկքաղաքացիական դրույթը ընդունելուց հետո արդեն հայաստանյան քաղաքացին կարող են ձեռք բերել առանց իրենց երկրի քաղաքացիությունից դուրս գալու։ Երկքաղաքացիություն ունեցող անձը արական սեռի ներկայացուցիչները, ովքեր ծառայել են մյուս հայրենիքում, Հայաստանում եւս պարտավոր են ծառայել։ Բացարձակ Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերող այն օտարերկրյա քաղաքացիները, որոնց իրենց առաջի երկրում ծառայել են բանակում, նրանք ազատվում են հայաստանյանությունում բանակում ծառայելուց։ Կարճատև դադարից հետո նորից վերադարձակ, ասում են ընտրական գործընթացների հետ պայմանավորված։ Բացարձակ որևէ խնդրի հետ կապված չէին ոչ ազատվելը, ոչ այլ ծառայություն տեղափոխվելը, ոչ նորից նույն աշխատանքին ընդունվելը։ Դա ծառայություն է, ես ծառայող եմ, որտեղ հարմար են գտնում, որ ես պետք է ծառայությունս իրականացնեմ, այնտեղ էլ իրականացնում եմ ու առավելևս որևէ ինչ որ խնդրի հետ կապված չէր։